Բարի օր, եթերում է Ազատություն ռադիոկայանը, ես Հեղինե Բունյատյանն եմ եւ այսուհետ ամեն օր այս ժամին ես եւ իմ գործընկերները կներկայացնենք լրահոսի ամենակարևոր ու քննարկվող թեմաներից մեկն ամենայն մանրամասնությամբ։ Այստեղ այս ստուդիայում կզրուցենք խնդիրը լուսաբանող ազատության լրագրողների, մասնագետների եւ պատմության կենտրոնում հայտնված մարդկանց հետ, որ պարզենք ինչ է եղել, ինչպես եւ ինչու։ Այնինչ անհնար է անտեսել ու նաեւ այնինչ գուցե մինչ օրս վրիպել է մեր ուշադրությունից։ Ամեն օր մեկ թեմա, ամեն օր մեկ պատմություն, որ փոխում է այսօրն ու վաղը։ Հնդկաստանը հարվածել է Պակիստանին, վերջինս սպառնում է արձագանքել։ Երկու կողմն էլ զոհեր ունի, 100 հազարավոր զինվորներ էլ տեղակայված են սահմանին։ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու զարգացող այս հակամարտությունը անտեսանելի կապեր ունի նաև մեր տարածաշրջանի հետ։ Հնդկաստանը Հայաստանի զենքի հիմնական մատակարարն է։ Պակիստանը ի համերաշխություն Ադրբեջանի մինչև այսօր չի ճանաչել Հայաստանի անկախությունը։ Բայց որ առավել կարևոր է, դիմակայության մեջ են միջուկային երկու պետություններ, որոնց միջև անգամ սահմանափակ մարտագլխիկների փոխանակումը կարող է բերել միլիոնավոր զոհերի եւ ցնցումների, որոնց հետևանքները կզգացվեն ողջ աշխարհով մեկ։ Այս մասին ենք այսօր զրուցելու պատերազմական վերջին զարգացումներին հետևող Լուսինե Մուսայելյանի հետ։ Լուսինե, բարի օր, երկրորդ օրն է բնակչության թվով առաջատար Հնդկաստանն ու հարևան Պակիստանը հրթիռներ են փոխանակում, արևմտյան առաջնորդները զսպվածության կոչեր են անում, լրատվամիջոցները խոսում են հնարավոր նոր լայնածավալ պատերազմի մասին։ Նախ որքանով է իրատեսական սպառնալիքը, որ միջուկային երկու պետությունները լայնածավալ բախման կգնան։ Հեղինե, այս պահին կանխատեսում անելը իհարկե բարդ է, սակայն կարող ենք փաստել, որ պատերազմական առաջին արարն, այսպես ասած, արդեն տեղի է ունեցել։ We will pursue them to the ends of the earth. India's spirit will never be broken by terrorism. Դրա արդյունքներով Պակիստանում 3 տասնյակից ավելի մարդ է զոհվել, Հնդկաստանում 10, Հնդկաստանը հարվածել է Պակիստանում գտնվող 9 թիրախների, ընդ որում Նոր Դելին պնդում է, որ թիրախում են եղել բացառապես ահաբեկչական ենթակառուցվածքներ, որտեղից կազմակերպվում եւ ղեկավարվում են հարձակումներ Հնդկաստանի վրա, մինչդեռ Պակիստանը հաղորդում է, որ խաղաղ բնակիչներ են զոհվել։ Միաժամանակ New York Times-ը եւ արևմտյան այլ լրատվամիջոցներ, որոնք թղթակիցներ ունեն հարավասիական այդ երկրներում, հաղորդում են, որ հնդկական զինուժը նաև ծանր կորուստներ է կրել ռազմական գործողությունների արդյունքում, մասնավորապես Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, թե երկրի զինուժը խոցել է Հնդկաստանի 5 օդանավ։ Նոր Դելին այս տեղեկություններն առայժմ չի հաստատել, Հնդկաստանի պաշտոնյաներից մեկը անանուն մնալու պայմանով հաստատել է, որ 3 օդանավ կործանվել է, սակայն խուսափել է նշել ինչպես, երբ New York Times-ի թղթակիցները սակայն հաղորդում են, որ ականատեսները տեսել են առնվազն 2 խոցված օդանավի մնացորդները։ Հնդկաստանում Պակիստանի հետ սահմանակից շրջաններում վարժանքներ են սկսվել, ինչպես տեղական իշխանություններն են հայտարարել, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի ձեռնարկվելիք գործողությունների մասին։ पाकिस्तान पर बिला इश्तियाल जाहरियत की है और मासूम लोगों को टारगेट किया है। पाकिस्तानी फौज पाकिस्तान के अवाम की Պակիստանը արդեն հայտարարել է, որ տեղի ունեցած հարձակումը դիտարկում է որպես պատերազմական գործողություն, սպառնալով վրեժխնդիր լինել այն ժամանակ եւ այնպես, ինչպես իրենք հարկահամարեն, բաց պահելով դուռը հետագա բախումների համար։ Pakistan reserves the right and will respond to this aggression at a time
Հնդկաստանը մեծ հրդեհ է սադրել տարածաշրջանում, որին կտրվի պատասխան, սպառնացել է պաշտոնական Իսլամաբադը։ Իսկ ինչից է սկսվել այդ հրդեհը, կրակն այս անգամ ինչից է վրակվել։ Մինչև մեր օրերին կհասնենք, փաստենք, որ Պակիստանի եւ Հնդկաստանի միջև հարաբերությունները երբեք էլ հարթ չեն եղել, դրանք սրված են առաջին օրից Մեծ Բրիտանիայից անկախություն ձեռք բերելուց ի վեր տարածքային վեճերի, փոխադարձ անվստահության, լարված մրցակցության պատճառով։ Լարվածությունը սկսվել է գաղութային Հնդկաստանի բաժանումից 40-ականներին, երբ Մահմեդական լիգայի առաջնորդությամբ ստեղծվեց Պակիստանը, որի մեջ ներառվեցին հիմնականում մահմեդական բնակչություն ունեցող շրջանները։ Բաժանումը սակայն ուղեկցվեց արյունալի բախումներով, բռնություններով, միլիոնավոր մարդիկ տեղահանվեցին, 100 հազարավորները զոհվեցին, ընդ որում այդ ապահարզանը վերջնական չէր, կողմերի միջև մնաց կռվախ խնձոր սահմանին գտնվող Քաշմիրը, որը մինչ այսօր էլ բաժանված է 3 հարևանների՝ Պակիստանի, Հնդկաստանի, Չինաստանի միջև։ Այս տարածաշրջանում զինված ապստամբները տասնամյակներ շարունակ դիմադրել են Հնդկաստանի կառավարմանը, Քաշմիրում ապրող մահմեդականներից շատերը սատարում են ապստամբներին, պահանջում են կամ միավորվել Պակիստանի հետ, կամ էլ լինել անկախ երկիր։ Արդյունքում Հնդկաստանն ու Պակիստանը մի քանի առնվազն 3 լայնածավալ պատերազմ են ունեցել Քաշմիրի համար, սակայն վերջին տարիներին, հատկապես 90-ականների վերջից, երբ երկուսն էլ համալրեցին իրենց զինանոցը միջուկային զենքով, բախումները հիմնականում սահմանային բնույթ էին կրում եւ ծավալվում շփման գծի երկայնքով։ Երեք մինչդեռ անցած 50 տարվա ընթացքում առաջին անգամ Հնդկաստանը հարվածեց Պակիստանի մայրցամաքային մասում գտնվող Փանջաբին, որը ամենախիտ բնակչություն ունեցող նահանգն է, այստեղ 127 միլիոնից ավելի մարդ է ապրում։ Եվ այդուամենայնիվ, ինչն է հրահրել այս ռազմական բախումները, էլի Քաշմիրի շուրջ տարաձայնությունն է, թե ուրիշ։ Խորքային իմաստով այո, թե ֆորմալ առումով բուն պատճառը անցած ամիս ապրիլի 22-ին Հիմալայների ամենագեղատեսիլը համարվող վայրերից մեկում Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Պահալգամում տեղի ունեցած հարձակումն է զբոսաշրջիկների դեմ։ Այս վայրը հաճախ են որակում Հնդկաստանի մինի Շվեյցարիա, հիմնականում մահմեդական բնակչություն ունեցող այդ շրջանում զինյալները անցած ամիս 26 մարդ էին սպանել, 25-ը հնդիկ էին, մեկը նեպալի քաղաքացի, 17 մարդ էլ վիրավորվել էր։ Հնդկական մամուլը գրում էր, որ զբոսաշրջիկները սպանվել են, քանի որ չեն կարողացել մահմեդական աղոթք արտասանել։ यहाँ पे कोई किसी चीज का डरने का नहीं, हम साथ में आपको किसी को क्या हुआ है, आपने क्या देखा है यहाँ पे। Սոցիալական ցանցերում էլ տեսանյութեր էին տարածվել, որտեղ երևում էին ինչպես են հնդիկ կանայք ողբում իրենց մահացած ամուսինների դիակների կողքին, օգնություն աղերսում, եւ հենց այդ պատճառով երեկվա գործողությունը Նոր Դելին անվանել էր Սինդուր, սա այն կարմիր գիծն է, որ հնդիկ կանայք կրում են ճակատներին ամուսնությունից հետո։ Նոր Դելին ընդգծել էր, որ վրեժխնդիր է լինում նրանց դեմ հարձակման համար, որը վերջին ավելի քան 2 տասնամյակների ընթացքում ամենադաժան հարձակումներ խաղաղ բնակիչների դեմ Քաշմիրի հովտում։ India's spirit will never be broken by terrorism. Հնդկաստանը անմիջապես հայտարարել էր, որ այն կազմակերպվել է սահմանից այն կողմ Պակիստանի իշխանությունների կողմից։ Վարչապետ Նարենդրա Մոդին միջադեպ որակել էր ահաբեկչական հարձակում, խոստացել գտնել, պատժել հանցագործներին ու նրանց հովանավորներին։ Թեև Նոր Դելին որևէ ապացույց այն ժամանակ չէր ներկայացրել, սակայն կողմերը անցել էին փոխադարձ, այսպես ասած, պատժիչ միջոցառումների, անցած մոտ 2 շաբաթվա ընթացքում մեկը մյուսին պատասխանելով նրանք նախ նվազեցրին դիվանագիտական եւ առևտրային հարաբերությունների մակարդակը, փակեցին գլխավոր սահմանային անցակետը,
25 Indians and 1 Nepali citizen. Դրանից հետո չեղարկել էին վիզաները միմյանց քաղաքացիների համար, հետո Պակիստանը փակեց իր օդային տարածքը Հնդկաստանի օդանավերի համար, ինչից հետո Հնդկաստանը անգամ գնաց աննախադեպ քայլի, փաստացի առանց ջրի թողնելով հարևան երկրի միլիոնավոր բնակիչներին։ Այսինքն ինչպես։ Բանն այն է, որ Պակիստանի ջրի պաշարներով ապահովող բոլոր գետերը Հնդկաստանից են սկիզբ առնում եւ այդ ջրերը կենսական նշանակություն ունեն Պակիստանի գյուղատնտեսության, էլեկտրաէներգիայի մատակարարման համար։ Ամենօրյա ջրային կարիքների շուրջ 90% այդտեղից է գալիս, ուստի կողմերը Համաշխարհային բանկի միջնորդությամբ 1960 թվականին համաձայնագիր էին ստորագրել, ըստ որի 6 գետերից 3-ի արևելյանների օգտագործման իրավունքը պատկանում է Հնդկաստանին, իսկ Պակիստանը օգտվում է մյուս 3 արևմտյան գետերի ջրերից։ Ընդ որում կողմերի միջև մինչ օրս տեղի ունեցած 3 խոշոր պատերազմների կամ սահմանային բախումների ժամանակ երբևէ Հնդկաստանը այդ պայմանավորվածությունը չի խախտել։ पहले भारत के हक का पानी भी बाहर जा रहा था। Երեք սակայն Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարեց, թե հիմա Հնդկաստանի ջուրը կհոսի միայն իշա Հնդկաստանի, այն կամբարվի Հնդկաստանի ջրամբարներում եւ կօգտագործվի միայն իշա Հնդկաստանի բարգավաճման։ Իհարկե սա չի նշանակում, որ սպառնալիքը կարող է միանգամից իրականություն դառնալ, քանի որ ինչպես Reuters-ն է նշում, եթե նույնիսկ Հնդկաստանը կարողանա կանգնեցնել ջրի հոսքը, դեռ տարածք ենթակառուցվածք համբարտակ է պետք այն պահելու համար։ Մյուս կողմից համաձայնագրով Հնդկաստանը նաև պարտավորվել է Պակիստանին տեղեկություններ փոխանցել ջրերի սակավության կամ առատության մասին, որպեսզի Իսլամաբադը ըստ այդ ծրագրի իր տնտեսության կարիքները հոգա։ Այժմ Նյու Դելին պարզապես կարող է այդ տեղեկությունը չփոխանցել եւ Պակիստանում այսպես ասած չեն իմանա իրենց գլխի գալիքը։ Any attempt to stop, reduce or divert the flow of water belonging to Pakistan under the Indus water. Սա ջրային ռումբ է, որը կցամաքեցնի դեպի Պակիստան հոսող վտակները չոր եղանակին եւ երկիրը կկանգնեցնի աղետի առաջ, հայտարարում են երկրի իշխանությունները։ Հնդկաստանի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ համաձայնագիրը կվերականգնվի միայն այն ժամանակ, երբ Պակիստանը հավաստի ապացույցներ կներկայացնի, որ դադարեցնում է աջակցությունը ահաբեկիչներին։ Իսկ ինչպես է Նոր Դելին ապացուցում, որ հենց Իսլամաբադն է հովանավորել զինյալներին։ Ի վերջո դեպքը տեղի ունեցել Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, ավելին 2019-ին Հնդկաստանը չեղարկել է Քաշմիրի հատուկ ինքնավարության կարգավիճակը, այն լիովին վերցնելով սեփական կառավարման տակ։ Սա Պակիստանի հիմնական փաստարկն է։ Անցած 2 շաբաթվա ընթացքում Իսլամաբադը անընդհատ հայտարարում էր ներկայացրեք ապացույցներ եւ 3 ռազմական գործողությունը սկսելուց առաջ Նյու Դելին հայտարարեց, որ ապացույցներ է հավաքել, որոնք վկայում են Պակիստանում տեղակայված ահաբեկիչների մասնակցության մասին։ India's spirit will never be broken by terrorism. Փաստացի մենք գործ ունենք երկու միջուկային պետությունների հետ, որոնք կրկին կանգնած են լայնածավալ պատերազմի շեմին։ Վերջին անգամ նման իրավիճակ էր 2019-ին, երբ ամերիկացիները արձանագրել էին, որ կողմերը սկսել են իրենց միջուկային զինանոցը տեղաշարժել եւ այդ ժամանակ պաշտոնյաները կեսգիշերին արթնացրել էին Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոին, նա հետո այդ մասին պատմել է իր հուշերում, որ ինքնանձամբ էր զանգահարել Հնդկաստանի եւ Պակիստանի իշխանություններին համոզելու, որ մյուս կողմը չի պատրաստվում միջուկային պատերազմի։ Հիմա միջազգային համայնքի կողմից կան նման փորձեր։ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, ՄԱԿ-ը բնականաբար կոչ են արել զերծ մնալ ռազմական գործողություններից։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ ռազմական գործողությունները շատ արագ կդադարեն։ And centuries actually, if you really think about it. No, I just hope it ends very quickly.
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ կապ է հաստատել Պակիստանի, Հնդկաստանի պաշտոնյաների հետ, խոստանալով համագործակցել ինչպես Նոր Դելհի, այնպես էլ Իսլամաբադի հետ հակամարտության կարգավորման հասնելու համար։ Պեկինը եւս չի թաքցրել իր մտահոգությունը հակամարտող կողմերին հորդորելով քայլեր ձեռնարկել խաղաղության ու կայունության ուղղությամբ, միաժամանակ շեշտելով, որ Չինաստանը դեմ է ահաբեկչության ցանկացած դրսևորման, հայտարարություններ են հնչել նաև եվրոպական դաշինքից, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն է հայտարարել, որ դաշինքը մտահոգված է այդ երկու երկրների միջև լարվածության աճով եւ փորձում է միջնորդել նվազեցնելու լարվածությունը։ Իսկ ինչպես են արձագանքում մեր տարածաշրջանի երկրները, որտեղ Հնդկաստանի եւ Պակիստանի հետ հարաբերություններում ակնհայտ տարաձայնություններ կան։ Մեր տարածաշրջանից հնչող շեշտադրումները տարբեր են։ Թուրքիան եւ Պակիստանի հետ սերտ հարաբերություններ ունեցող Ադրբեջանը օրինակ դատապարտել են Հնդկաստանին, աջակցություն հայտնել Իսլամաբադին։ Pakistan Başbakanı Aziz kardeşim Şahbaz Şerif'in Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե Հնդկաստանի կողմից իրականացված հարձակումը լիակատար պատերազմի վտանգ է պարունակում, դատապարտելով, ինչպես իրենք են շեշտել, սադրիչ նախաձեռնությունը։ Pakistan'la çok boyutlu işbirliğimizi ele aldık. Բաքուն, որ շատ հարցերում է պարտական Իսլամաբադին, դատապարտել է Հնդկաստանի հարձակումը, հիշեցնենք, որ Պակիստանը հենց Բաքվի հետ պայմանավորվածության շրջանակներում տասնամյակներ շարունակ ի նշան համերաշխության Բաքվի հրաժարվում է ճանաչել Հայաստանի անկախությունը եւ անցած տարիներին էլ մենք տեսել ենք, թե այս երկիրը ինչպիսի քաղաքական եւ ռազմական աջակցություն է ցուցաբերել Ալիևի վարչակազմին հայերի դեմ պատերազմներում, բարեկամ երկրից դառնալով Բաքվի գլխավոր ռազմավարական գործընկերներից մեկը։ Իրանը հակառակը զսպվածության կոչ է արել երկու կողմերին եւ առաջարկել իր միջնորդությունը լարվածությունը հարթելու համար։ Իսկ կա հարձագանք պաշտոնական Երևանից։ Այո, արձագանքել են Գործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել, թե պետք է միայն դատապարտել ահաբեկչությունը, նա միաժամանակ խուսափել է հնչեցնել Հայաստանի նկատմամբ ակնհայտորեն ոչ բարեկամաբար տրամադրված Պակիստանի անունը եւ հասցեական դատապարտել։ Տեղի է ունեցել ահաբեկչություն։ Հայաստանի Հանրապետությունը շատ արագ արձագանքել է, դատապարտել ահաբեկչությունը, ցավակցությունը հայտնել զորերի հարազատներին։ Եվ մենք կարծում եմ պետք է ճանաչենք նաև երկրի իրավունքը պաշտպանվելու ահաբեկչությունից։ Ճիշտ ասած մենք այս հարցին այդ պրիզմայով ենք նայում, այդպես ենք ընկալում եւ այդպեսին է մեր դիրքորոշումը։ Եվ հիշեցնենք, որ Հնդկաստանը Հայաստանին զենք մատակարարող խոշորագույն երկրներից է։ Բայց որ առավել հետաքրքիր է հեղինը New York Times-ը երեկ ուշագրավ մի վերլուծություն էր հրապարակել, որը ցույց է տալիս, որ Պակիստանն ու Հնդկաստանը բաժանվել են նաև զենքերի ձեռքբերման ճամբարներում։ Հնդկաստանը հայտնի է միլիարդավոր դոլարների զենք է ձեռք բերել ինչպես Միացյալ Նահանգներից, այնպես էլ արևմտյան այլ մատակարարներից։ Վերջին տարիներին այդ ֆոնին որոշել է կրճատել Սառը պատերազմի տարիներից իր գլխավոր դաշնակիցը դարձած Ռուսաստանից ավելի էժան զենքի գնումների ծավալները։ Իսլամաբադը հակառակը նախապատվություն է տալիս ոչ թե ամերիկյան զենքին, այլ հետզհետե հրաժարվում է արևմտյան եւ մասնավորապես ամերիկյան սարքավորումներից, փոխարենը ձեռք բերելով նահանգների մրցակից Չինաստանի արտադրանքը։ Այս խառը կապերից ցույց են տալիս, թե որքան բարդ անկանոն են դարձել դաշինքները եւ ինչպես է փլուզվում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված համաշխարհային կարգը, գրել էր New York Times-ը։ Եվ փաստը, որ երկու երկրները միջուկային զենք ունեն եւ հսկայական բնակչություն, Հնդկաստանը աշխարհի առաջատարն է 1.4 միլիարդով, 250 միլիոն էլ Պակիստանում է ապրում, այս վեճը ու մրցակցությունը ավելի վտանգավոր է դարձնում ողջ աշխարհի համար։ Շնորհակալություն Լուսինե։ Շնորհակալություն Հեղինե։
Այսօր այսքանը ձեզ հետ Ազատությունը խոսափողի մոտ էր Հեղինե Բունյաթյանը։ Կհանդիպենք վաղը մեկ այլ թեմայի մանրամասները քննարկելու։